Մոտենում է ԱՄՆ-ի մեջ շուկով նշվող գոհաբանության օրը։ Այդ օրը չկա Ամերիկայում մի ընտանիք, որի գլխավոր ճաշատեսակը հնդկահավը չլինի։ Գոհաբանության նախորդ օրերին ամերիկացիները սիրում են նվիրատվություն կատարել աղքատ, անտուն ու ծեր մարդկանց, նորից հնդկահավի տեսքով։ Այս տարի սակայն նվիրատվությունների ծավալը զգալի նվազել է, ու տնտեսության անկումը իր ստվերն է գցել նաև գոհաբանության նվիրատվությունների վրա։ Ու շատերն էլ սկսել են հարց տալ, արդյոք մեկ գոհաբանության օրվա նվիրատվություններով լուծվում է անտունների, գործազուրկների ու աղքատների խնդիրը, ու իրենք էլ պատասխանում՝ ոչ։ Սրտի զարկերը կարգավորելու նպատակով միայն ԱՄՆ-ում 2 միլիոն մարդ ամեն օր ընդունում է արյան մակարդելիությունը նվազեցնող դեղամիջոցներ։ Տասնամյակներ շարունակ գլխավոր դեղամիջոց է համարվել կոումադինը, որը նախապես կիրառվել է որպես առնետների դեմ թույն։ Այս դեղամիջոցը ունի մի վատ կողմնային ազդեցություն։ Եթե տրվող չափաբաժինը փոքր կամ մի քիչ մեծ է լինում, մարդու համար դառնում է վտանգավոր։ Իսկ ահա նոր մի դեղամիջոց Զարելտոն, ունենալով դրական նույն ազդեցությունը, չունի կողմնային նշված ազդեցությունները։ Ամերիկացի առաջին աստղագնացները դեպի Մարս մոլորակ կուղևորվեն 2030-ականների կեսերին։ Վաշինգտոնի ու Արիզոնայի պետական համալսարանների մի խումբ գիտնականներ կարծում են, սակայն, որ այդ նպատակին կարելի է հասնել շատ ավելի վաղ, եթե աստղագնացները ունենան այսպես ասած միակողմանի տոմս, այսինքն թռչեն Մարս ու մնան այնտեղ։ Նրանք ասում են, որ նման ձևով ավելի հեշտ կլիներ կարմիր մոլորակի վրա կազմել համայնքներ ու հիմնել տնտեսություններ։ Նշված գիտնականները ասում են նաև, թե արդեն իսկ կան մարդիկ, ովքեր կցանկանային մեկնել Մարս ու մնալ այնտեղ։ Սակայն ՆԱՍԱ-ն նման նպատակ չի հետապնդում առայժմ։